Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ 7 տարի առաջ կադրային հեղափոխություն խոստացած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոստովանեց, Հայաստանի բոլոր ոլորտներում կադրային ճգնաժամ է։ Կառավարության նիստում հայտարարեց, երեկ իր հռչակած իրական Հայաստանի մասին քննարկում է ունեցել ու մասնակիցներով եզրակացրել են, թե վարորդների 95%-ը լավ վարորդ չէ, սանտեխնիկների, դերձակների, ուսուցիչների ու անգամ պետական համակարգի կառավարիչների դեպքում նույն պատկերն է։ Չէ, ժողովուրդ ջան, եկեք ի վերջո խոստովանենք, որ ամենտեղ եւ ամենուր այդ նույն վիճակն է, ներառյալ կառավարման համակարգում։ Իսկ եթե կարելի է նույն կերպ մեքենա քշել, ինչի՞ չի կարելի նույն կերպ լինել հազար ներողություն, չեմ ուզում, ինչի՞ չի կարելի նույն կերպ լինել կառավարության անդամ։ Ինչի՞ չի կարելի։ Ո՞վ ասե որ չի կարելի։ Ինչի՞ չի կարելի նույն կերպ լինել պետական պաշտոնյա։ Եվ մենք պետք է խոստովանենք 7 տարվա մեջ վերակենում առավոտից իրիկու ասում եմ, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Հա, կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ։ Իշխանության գալուց մի քանի ամիս անց 2018-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, թե աշխատանքային խորհրդատվական մեխանիզմ է ստեղծում, հորդորել էր պետական համակարգում իրենց տեսնողներին ու բարեփոխումներ իրականացնելու ծրագրեր եւ ընդունակություններ ունեցողներին կենսագրական տվյալներ ու նամակ ուղարկել, խոստացել էր անպայման արձագանքել։ Դրանից առաջ էլ Facebook-ով պատասխանել էր քաղաքացիների հարցերին ու կադրային հեղափոխություն խոստացել, նշել, թե դրա համար պետական մակարդակով կադրային բանկ ստեղծելու նպատակ կա։ Առաջիկայում մենք պետք է կարողանանք իրագործել հեղափոխության ամենակարևոր փուլը, կադրային հեղափոխությունը, որը իր հերթին նոր ավյուն կբերի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին եւ ընդհանրապես հանրությանը։ Այս հայտարարություններից գրեթե 7 տարի անց այսօր երկրի ղեկավարն ասում է, լավ կադրերի փոքր խումբ կա, բայց նրանց համար պետական պաշտոնը գրավիչ չէ։ Կան լավ կադրեր, այո, կան լավ կադրեր։ Փոքր խումբ, որոնք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում, Հայաստանից դուրս։ Եվ չեն էլ գա աշխատեն կառավարությունում, հələ մի բան չի, 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն։ Նիկոլ Փաշինյանն այս համոզմանը եկավ կառավարության նիստում կրթության նախարարի ներկայացրած թվերից հետո, ըստ որոնց Հայաստանի 437 դպրոցներում անցած 2 տարիներին փորձում են տնօրեն նշանակել ընդունված նոր չափորոշիչներով, բայց միայն 30%-ում է դա հաջողվել։ Զարգացման արժանահավատ ծրագրեր ներկայացրել է հավակնորդների ընդամենը 13%-ը։ Հիմա ստացվում է, որ 100 հավակնորդից 5 հոգին է, որ մեր ստանդարտին համապատասխանում է։ Այո, պարոն վարչապետ։ Վարչապետն այսօր ամենաշատը խոսում էր հենց վարորդների մասին, որոնք վարել չգիտեն, ասաց, գրեթե բոլորը սկսած իրենից վարորդական իրավունք ստացել են ծանոթով, կաշառքով ու այլ հնարքներով։ Երբ որ ստանում էի, հայտնի լրագրող էի, ես որ ծնկաչող աղաչի էի, ինձ չէին թողի, որ ես քննություն տամ։ Ես հələ բանին այդ տարածքին մի 300 մետրի վրա բերին իմ բանը տվին, ասին գնա ստեղից, շուտ հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեզ հետ։ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր վատ վարորդներին, որոնց օգտին կառավարությունն ու ազգային ժողովը 1 ամիս առաջ օրենսդրական փոփոխություն արեցին։ Տարվա ընթացքում 9 տուգանային բալի փոխարեն 13-ը սահմանեցին։ Տուգանային բալերն ավելացնելը ըստ կառավարության քաղաքացիների հետ երկխոսության արդյունք էր, քայլ ընդառաջելու նրանց խնդրանքին։ Մինչդեռ օրինապահ վարորդները սա հետ քայլ համարեցին։ Ես ուզում եմ նշեմ, որ դա ոչ թե պարզապես վարորդներն են այդպես խնդրում, այլ դա խնդրում են վատ վարորդները, որոնցից օր առաջ պետք է մաքրել փողոցները, ոչ թե նրանց ընդառաջ գնալ։ Եթե իշխանությունները այս բալային համակարգը բերել էին, որպեսզի փողոցներում երթևեկությունը կարգավորվեր, նշանակում է ամեն հաջորդ քայլով պետք է խստացնել, ոչ թե թույլատրել այս կարգավորումները։ Այնքան տարբեր բան, որովհետև թե ի վերջո ում էր հասցեագրված գործադիրի ղեկավարի այսօրվա կոշտ քննադատությունը կադրային ճգնաժամի մասին, պարզ չէր, բայց նշեց իր կարծիքով դրա պատճառները։ Բնակավայրերի 70 եւ ավելի տոկոսում մանկապարտեզ չկա, դպրոցների 70 եւ ավելի տոկոսը կիսաավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով։